Բարև ձեզ։ Եվ այսպես նախորդին Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ հայտնի գործարար Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հանդես եկավ հայտարարությամբ եւ զորակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն։ Թվում է թե արտառոց որևէ բան չի պատահել, մարդը զորակցություն է հայտնել եկեղեցուն, բայց ինչպես ասում են, այստեղ կա շատ կարևոր մի բայց։ Բանն այն է, որ իրականության մեջ կամ հանրային եւ իշխանական ընկալումների մեջ սա ավելի շատ եւ ավելի շուտ մարտահրավեր էր կամ նետված ձեռնոց իշխանությանը եւ ոչ միայն եւ ոչ ընդամենը աջակցություն հայ առաքելական եկեղեցուն։ Ինչ էր ասում այս հայտարարության մեջ, նա հայտարարել էր, թե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին եւ հայ ժողովրդի կողքին, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Սրան արդեն հաջորդեցին կառավարող կուսակցության ղեկավարի, վարչապետի եւ անդամների, ներկայացուցիչների, պատգամավորների շատ սուր գրառումները, հայտարարությունները եւ հիմա այսօր պարզվեց, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Ինչու այս պահին, ինչու հիմա, ինչու այս տոների մեջ եւ ամենակարևորը ինչ հետևանքներ կունենա այս ամենը, ինչ հետագա զարգացումներ կունենա։ Սա ազատազրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, բարև ձեզ։ Աստծո բարև։ Նախ սկսեմ նրանից, թե արդյոք համաձայն եք այն դիտարկման հետ, որ Սամվել Կարապետյանի այս հայտարարությունը հանրային եւ իշխանական ընկալումների մեջ ավելի շատ եւ ավելի շուտ մարտահրավեր էր իշխանությանը եւ իշխանության առաջի դեմքին եւ ոչ միայն աջակցության հայտարարություն եկեղեցուն։ Իմ կարծիքով, այո, դա մարտահրավեր էր, մանավանդ քաղաքական կուսակցություններին վերաբերվող հատվածը, որ եթե նրանք չեն կարողանա, ապա մենք մեր ձևով կլուծենք։ Ընդհանուր առմամբ մենք հոկտեմբերի 27 տեսած ժողովուրդ ենք եւ հասկանում ենք մենք մեր ձևովը ինչպես կարելի է ընկալել, առավել եւս երբ որ նման հայտարարություններ արվում են Ռուսաստանի քաղաքացիների կողմից կամ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող տարբեր պաշտոնական, ոչ պաշտոնական բիզնես շրջանակների կողմից, այս դեպքում պետությունը միանշանակ պիտի այդ ստուգի։ Սամվել Կարապետյանը նման մտադրությամբ է արել, թե ոչ, ես կդժվարանամ պատասխանել։ Մարդը կարող է խոսք ասի ուղղակի ազդեցության տակ, բայց որ նման խոսքը ասելով ինքը նաև իրեն է ռիսկի տակ դրել, սա իմ կարծիքով միանշանակ է, որովհետև կարող է երրորդ կողմը ինչ-որ բան անել այսօր Նիկոլ Փաշինյանի վրա, որը խորհուրդ կտամ իր անվտանգությունը միանշանակ բարձրացնել կարմիր ազդանշանի աշճանի, եւ եթե Աստված չանի նման բան լինի, բոլորը կասկածելու են Սամվել Կարապետյանի վրա, ասելու են պատվիրատուն դու ես, ու ինչ է շահելու Ռուսաստանը, չկա մարդը չկա իր միլիարդները, կարծում եք իրենք շատ ուրախ են, որ հայ մարդը իրենց երկրում միլիարդներ է վաստակել։ Բացարձակ ոչ։ Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը դրա ապացույցն է, իրենք էլ շատ լավ գիտեն, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը հիմա ադրբեջանական բանտերում, այնպես որ այն մարդիկ, ովքեր մեծ հարստություններ ունեն եւ լավ փորձ ունեն բիզնեսում, քաղաքականության մեջ պիտի շատ զգուշ լինեն, որովհետեւ իրենց ցանկացած խոսք կշռվելու է, իրենց ցանկացած խոսք քննարկվելու է ու դրանից օգտվողներ լինելու են։ Չօգտվի Ռուսաստանը, կարող է օգտվել Ադրբեջանը, իսկ ինչ վատ է, որ այնպես չի որ մենք բարեկամներով ենք շրջապատված։ Այնպես որ ցանկացած այս կարգի տեսակետ պիտի քննարկվի, իսկ պետությունը պարտավոր է դրանից հետևություններ անել, այս պարտադիր է։ Եթե մենք ժամանակին հետևություններ արած լինեինք տարբեր ատյաններում հնչած նման գնահատականներից, հոկտեմբերի 27 տեղի չէր ունենա։ Ինչ կա այս քայլի հայտարարությունը նկատի ունեմ ետնաբեմում։ Մերձ եկեղեցական հայտարարություն, թե քաղաքական համակարգային դիմադրություն։ Ես երեք իմ բարևներս Կոպիրկինին ուղարկելու փոխարեն
փոխանցեցի պարոն Կիրիենկոյին։ Ես դա նկատեցի, անկախստերից Կոպերկինին եք բարևել, մտածում էի, որ այսօր պիտի ողջույններ լինեն Կոպերկինին։ Այսօր Կիրիենկոյինն է, բայց անկեղծ ասած Կիրիենկոյից էլ հիասթափվել եմ, որովհետև եթե իր ունեցած գործիքները նույն Մարիա Զախարովնաներն են կամ Կրուտոյները, ովքեր Ռուսաստանում է որ հեղինակություն ունեն էլ որոշ շովինիստ ռուսների մոտ, Հայաստանում այդպես չի, Հայաստանում իրենք ընդհակառակը, իրենք ոչ միայն չեն օգնում Սամվել Կարապետյանին, չեն օժանդակում նրա վարկանիշին, նրա գործարար կամ բարեգործ լինելուն, ընդհակառակը իրենք օտարում են Սամվել Կարապետյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացուց եւ իրենց աջակցությամբ վարկաբեկում են այդ մարդուն։ Գուցե տրամաբանական կլինի, որ Սամվել Կարապետյանը խնդրի, որ այլևս չաջակցեն, որովհետեւ դա ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ իր հեղինակությանը Հայաստանում։ Իմ կարծիքով տրամաբանական կլինի, որ Սամվել Կարապետյանը մնա բարեգործի եւ գործարարի դիրքերում եւ քաղաքականությանը չխառնվի ընդհանրապես։ Ամեն դեպքում կարծում եք, այս հայտարարությունը կարող է դառնալ մեկնարկ Հայաստանում քաղաքական ուժերի վերատեսավորման եւ նոր կոնֆիգուրացիայի ստեղծման ըստ հյուսիսային պատկերացումների։ Իմ կարծիքով այո, իմ կարծիքով Հյուսիսը որոշակի պլաններ էր կազմակերպել այս տարի գարնանը գործընթացներն ակտիվացնելու եւ ես թերահավատորեն էի նայում անվստահության impeachment-ի այդ գործընթացին, մտածում եմ ուղղակի պարապությունից մարդիկ անում են, բայց այն մարդիկ ովքեր դրա շահառուներն են, սովորական մարդիկ չեն։ 8-10 տարվա իսկ Սերժ Սարգսյանի պարագայում շատ ավելի երկար փորձ ունեցող, երկար հաշվարկող, մի քայլեր չմտածող մարդու նախաձեռնությունն է, եւ սա չէր կարող իրեն աջակցող գործընթացներ չունենալ։ Եկեղեցու գործընթացը դրան աջակցող գործընթացներից մեկն էր։ Եկեղեցու այդ ակտիվացումները, ինչին շատ չոր պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, ինչը շատ բնական էր, որովհետև ազգային անվտանգությունը ճիշտ է իր ոչի մեջ մի քիչ հապորուն բան, բայց ազգային անվտանգությունը որոշակի տվյալներ է տալիս այդ առումով եւ այդ տվյալների համատեքստում է, որ պետական պաշտոնյան կարող է պետական բառապաշարից կամ ընդհանուր հանգիստ պատասխան տալու համատեքստից դուրս գա ու մտնի կոշտության նման դաշտ։ Այսինքն, երբ որ տիրապետում ես կոնկրետ տեղի ունեցողին, այդ կարող է հունից անել։ Օրինակ, այսօր Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տալիս լրագրողներին, բազմազան հարցեր էին տալիս, ու ինքը հունից դուրս չէր գալիս։ Նույնիսկ վիրավորական հարցեր էին տալիս, որ ինչի այս դեպքում հունից դուրս եկավ, որովհետև տակը արմատը տեսնում է, գործողությունների շարունակությունը տեսնում է ուր է գնում, եւ ես կարծում եմ այդ համատեքստում էր։ Ռուսաստանի Դաշնությունը տեսնելով, որ եկեղեցական աջակցությունը այդ impeachment-ի գործընթացին հանրային լայն զանգվածների մասնակցություն չի ապահովում, եւ միևնույն է ստորագրություններ չեն հավաքվում, եւ միևնույն է քաղաքացիական պայմանագրում չկան падգամավորներ, որոնք կգան այդ փաստաթուղթը կստորագրեն ու այդ 4 ստորագրություն։ Կլինի որոշեց որոշակի առումով ակտիվացնել նաեւ գործատուների ինստիտուտը, այսինքն օլիգարխիկ ռեսուրսները, տնտեսության մեջ ազդեցություն ունեցող մարդկանց ռեսուրսները եւ ես վստահ եմ, որ այս Սամվել Կարապետյանի այս գործընթացը, որը սկսվեց այդ համատեքստում է։ Ես չեմ ասում, որ Սամվել Կարապետյանին հրահանգել են գնա այդ արա։ Ռուսները այդ ուղղակի չեն անում, երբեք այդ ուղիղ չի լինում։ Հոկտեմբերի 27-ը դրա վկայությունն է։ Հասկացնել են տալիս։ Դա տարբեր կողմերից համապատասխան մարդիկ խոսքով, խոսակցությամբ, տեսակետ հայտնելով, կողից լսեցնելով հասունացնում են այդ ամեն ինչը, որի արդյունքում, ասենք, մեկը հայտարարում է, որ այս участковի գործեր, մեկը հայտարարում է, որ սա մի խումբ ռոմանտիկների խնդիր էր, մեկն էլ ասում է սրբության սրբոց էր, այս կարգի։ Այսինքն իրենք խնդիրները լուծում են համակարգված անուղղակի մարդու շրջապատով նրա մոտեցումների վրա ազդելու տարբերակ։ Բայց կարողանում են լուծել։ Տեսեք, դուք ասացիք եկեղեցին բավարար չէր, հիմա գործարար շրջանակները, գործատուները, դրանից առաջ քաղաքական ուժերը, այսինքն քաղաքական ուժերը սկսեցին նախկին նախագահներ, ռուսական ազդեցության պայմանական ասած ուժեր եւ այլն, դիմադրության շարժում, փողոցային պայքար եւ այլն, այդ ամեն ինչը հաջողություն չունեցավ։ Հետո միացավ եկեղեցին։ Եկեղեցին երևի հաշվարկել էին ազգային ինստիտուտ, առաջին քրիստոնյա պետություն, հանրային վերաբերմունք եկեղեցու նկատմամբ,
տարբերակում չէին տրել եկեղեցի եւ հոգեվորականներ։ Եկեղեցին էլ բավարար չեղավ, հիմա ասան արդեն բանին։ Այո, բայց ես վստահաբար ասեմ, որ սա էլ ազդեցություն չի ունենալու, ու այդ 54 ստորագրությունը չի հավաքվելու։ Ասել, որ պարոն Կիրիակոն էս չի հաշվարկել կամ Ռուսաստանը, էս չի հաշվարկել, ես կասկածում եմ։ Ինչքան էլ դժգոհությունս հայտնեցի իր մասով, բայց իրենք այդ հաշվարկել կարող են։ Ինչ են անում իրենք։ Շատ པարզ բան է, ինչ որ Ռոբերտ Քոչյանը 2021 թվականին բարձրաձայնեց։ Մաշեցնում են մինչև քոքը եւ փորձում են ձևավորել կոնսենսուս -1 տարբերակը։ Այսինքն նախկինների շուրջ համախմբում են ինչը հնարավոր է համախմբել, եկեղեցի, բիզնես, քաղաքական են ուժերով, որոնք իրենց ուղեցրում են, տարբեր ինկուբատորներում բուծվող քաղաքական ակտիվիստներ, բլոգերներ, լրագրողներ եւ այլ այս համքարությունը ամբողջությամբ բերում են մի դաշտ եւ տխուրը նրանում է, որ մենք ապագայում ունենում ենք ոչ թե գաղափարական բանավեճ, այլ մենք ունենում ենք հակադրություն, ընդ որում հակադրությունը մարդկային մակարդակի վրա, ինչի իմ համար բացարձակ ընդունելի չի։ Վատը սրանում է, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ու քանի որ ունենք այն, ինչ որ ունենք, մենք պիտի այդ ունեցածի նկատմամբ վերաբերվենք այնպես, ինչպես վերաբերվում ենք պետությանն ու պետականությանը։ Գիտեք, ցանկացած պետություն է նրանով, որ իր երկրի ներսում գործում են օրենքները։ Անկախ նրանից այդ օրենքները լավն են, վատն են, օրինակ ես համարում եմ, որ խորհրդարանական համակարգը վատն է, բայց ավելի լավ է այդ համակարգը գործի, քան որևէ համակարգ գոյություն չունենա։ Նույն եկեղեցու պարագայում ես համարում եմ, որ կուսակրոնությունը սխալ է ու վատ է։ Օրինակ կաթոլիկ եկեղեցու կարդինալներին պարտադիր չի կուսակրոն լինել եւ իրենք առանց կուսակրոն լինելու կարդինալ են դառնում, ինչի չեն փոխում օրենքները, եթե դրա մեջ իրենք այդքան էլ վատ բան չեն տեսնում։ Թող փոխեն, հնարավոր է ընդհանրապես կուսակրոն։ Թող փոխեն, ով է իրեն ձեռքը բռնել։ Իրեն ձեռքին է, չէ՞, թող փոխեն։ Բենեդիկտոս 24-րդ էր, նա կուսակրոն չէր, նույնիսկ Ռոմի պապեր ամուսնացած էր, ընտանիք ուներ։ Այսինքն որևէ կերպ չի խանգարում Աստծուն հավատալուն կամ չհավատալուն։ Ես որ ամուսնացած եմ, Աստծուն հավատում եմ ու իմ կինս, իմ երեխաները չեն խանգարում ինձ դրանով։ Կարծում եմ մեր եպիսկոպոսներին էլ այդ չի խանգարի։ Հետևաբար այս համատեքստում պիտի գործեն օրենքները, իսկ օրենքները գործելու հիմնական մեխանիզմը ու դրույթը ամրագրված է սահմանադրությամբ։ Սահմանադրությունը հստակ ասում է. եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Հայաստանում եկեղեցին ու իշխանությունը տարանջատ են։ Այստեղ հետաքրքիր շերտ կա, եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Խոսքը պիտի հասկանալ այսպես քաղաքական ակտիվիստի մակարդակի մասին, թե ավելի բարձր։ Եկեղեցին մեծ հաշվով քաղաքականություն է, աշխարհայացքային, կրոնական, հոգևոր, բարոյական արժեքների պահպանման, տարածման քաղաքականություն է եւ եկեղեցին պիտի լինի այդտեղ քաղաքական դերակատար։ Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքական, կուսակցական, չգիտեմ, գործընթացներին, քաղաքական, կուսակցական ակտիվիստի մակարդակով այստեղ եկեղեցին պիտի չլինի էլի։ Համաձայն չեք էստի։ Ձեր հետ միանշանակ համաձայն եմ, եկեղեցին չպետք է զբաղվի երկրի կառավարման գործընթացներով, ինքը պիտի զբաղվի մեր հոգևոր կառավարման գործընթացներով։ Հոգևոր կառավարման գործընթացներում եկեղեցին կարող է տեսակետ ասել նաև հանրային տարբեր իրավիճակների հետ կապված։ Ասենք, եթե մարտի 1-ին հայ առաքելական եկեղեցու վեհապար հայրապետը կամ որևէ սրբազան վեր կենար ասել սեփական ժողովրդի վրա կրակել չի կարելի։ Դա չէր լինի քաղաքականությամբ զբաղվել։ Դա կլիներ տեսակետ ասել։ Ես նույն կերպ եմ վերաբերվում, որ 2020 թվականին վեհապար հայրապետը պատերազմից հետո միացավ ենթադրենք հրաժարական պահանջողներին։ Վեհապար հայրապետն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինքն էլ ունի, ինքն էլ, չգիտեմ, Սամվել Կարապետյանն էլ, դուք էլ, ես էլ, ցանկացած մարդ ունի մի քվե եւ այդ մի քվեով է քվեարկում։ Որևէ մեկը առավելություն չունի եւ յուրաքանչյուրն էլ ունի տեսակետ ասելու իրավունք։ Իսկ եթե դրան վերաբերվում են որպես տեսակետ, ապա Գյումրի թեմի առաջնորդի եւ Բագրատ Սրբազանի մոտեցումները դրանք տեսակետ չեն։ Դրանք հստակ քաղաքական գործունեություն են, որոնք իրենք ծավալում են։ Ես ընդհանրապես, գիտեք, պոլիտեխնիկական կրթություն ունեցող մարդիկ հաշվարկում են քայլերը։
ցանկացած խնդիր փորձում են լուծել բանաձևով, քանի անհայտ կա։ Եվ ես եթե տեսնում եմ խնդիրը, ես պիտի առաջի քայլից հետո երկրորդ քայլն ունենամ։ Ու եթե երկրորդ քայլը չունեմ, երբեք առաջի քայլը չեմ անում, սպասում եմ դրա հարմար պահին։ Ես անընդհատ ասում եմ, որ եկեղեցու այս համատեքստում կուսակրություն հաջորդ քայլը իշխանության որն է։ Եկեղեցին ուրվագծվում է, որ ասում է պետք է ազատել վեհարանը, պետք է հայ ժողովուրդը պետությունը վճռորոշ նշանակ ազդեցություն ունենա այդ կաթողիկոսի ընտրությունը, ինչպես։ Այդ հանձնաժողովն ինչ է անելու։ Տեսակ մարդիկ կային, օրինակ ասենք Տիկտիկային թատրոնի Ռուբենը, օրինակ ասում էր, ես չեմ պատկերացնում, որ վարչապետը մարդկանց խումբ կվերցնի ու կգնա, չգիտեմ, հարանը կգրավի կամ այնտեղ հանրավ։ Ես էլ չեմ պատկերացնում, ինչպես։ Բայց այդ խնդիրը պիտի լուծվի սահմանադրությամբ ու լուծում է սահմանադրությունը։ Սահմանադրությունն ասում է տարանջատ է։ Հետևաբար պիտի իմ կարծիքով արվեր այսպես։ Այսինքն, երբ որ այդ երկու սրբազանները սկսեցին կոնկրետ քաղաքական միջամտություն անել, մեկը ռազմական հեղաշրջման առաջարկ էր անում, մյուսը տալիր Տավուշից գալիս էր գնար, չգիտեմ, Արցախն ազատագրեր, այստեղ ժամանակ էր տալիս իշխանափոխության։ Այդ ժամանակ պիտի Հայաստանի Հանրապետության վարչապետը դիմեր վեհապար Հայրապետին։ Ասեր Հայաստանի Հանրապետության սահմանադրության անեսին հոդվածով, եկեղեցին ու իշխանությունը տարանջատ են, եւ իրենք իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու։ Ձեր երկու արքեպիսկոպոսներ ուղիղ զբաղվում են քաղաքականությամբ եւ մտել են քաղաքական դաշտ։ Ներողություն չմոռանաք, եւ այստեղ առավելություն է ստանում, որովհետեւ նրանք այդ քաղաքական գործունեությունը ծավալում են հոգեվորականի սքեմով, այսինքն ինչ որտեղ հանրային ընկալման մեջ Աստծո անունից, հա? Այո, Աստծո անունից եւ հավատացյալների Աստծո նկատմամբ հավատը օգտագործում են Աստծո հեղինակությունը, օգտագործում են իշխանության դեմ։ Ինչը իմիջայլոց թե ին կտակարանով, թե նոր կտակարանով մերժելի է։ Եվ այս պարագայում Նիկոլ Փաշինյանը պիտի դիմեր վեհապար Հայրապետին, ասեր, որ ձեր երկու այս եպիսկոպոսները խախտել են սահմանադրությունը, հետեւաբար ձեզ մեկ շաբաթ ժամանակ։ Կարգալույծ եք անում այս եպիսկոպոսներին, դրանից հետո թող զբաղվեն քաղաքականությամբ, ինչ կոչ ուզում են անել, որպես քաղաքացի միայն պատասխանատու կլինեն օրենքի առաջ։ Հակառակ դեպքում, եթե կարգալույծ չանեք, մեկ շաբաթ հետո իրենց այդ սքեմով այդ հակոստով կալանավորելու են, ու թող հավատավոր հոտը չնեղանա դրանից։ Այս կլներ երկրորդ քայլը, այս պարագայում որևէ եկեղեցական Հայաստանի Հանրապետության հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ որևէ հավատավոր չէր ասի վարչապետն էս ինչ է անում։ Էս ինչի է անում։ Ինչի համար գնաց այս քայլի։ Ինչ եմ ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ նույնիսկ եկեղեցու պարագայում, ներառյալ Սամվել Կարապետյանի պարագայում պիտի գործի օրենքը։ Լավ, իսկ ինչ կապ կա հիմա ներքինից ենք խոսում արտաքին քաղաքականություն։ Արդյոք այս ամենը կապված է Հայաստանի կողմից ինքնուրույնաբար վարվող արտաքին քաղաքականության հետ։ Ես չգիտեմ, այս ամենը տեղի ունենում վարչապետի առաջիկա Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին։ Մեկ տարի հետո, հաջորդ տարի ավելի ճիշտ Հայաստանում տեղի ունենալու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Այսինքն Հայաստանը ինքնուրույն արտաքին քաղաքականություն է վարում։ Այս սրացումները կապ ունեն սրա հետ։ Միանշանակ է այդպեսին է, եւ ես համոզված եմ, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները սկսեցին Ռուսաստանի Դաշնությանը ներկայացնել, որ դուք պարտավորություններ ունեք, ու եթե ձեր պարտավորությունները չկատարեք, մենք ստիպված ենք այլընտրանքներ որոնելու, մենք ստիպված ենք մեր անվտանգությունը այլընտրանքային տարբերակներով ամրացնելու, Ռուսաստանը սկսեց հակադրվել մեզ։ Մեզ մեղադրելով, որ դուք եք Արցախը տվել Պրագայում, մեզ մեղադրելով, որ դուք պատերազմում չեք կռվել, դուք եք ձեզ դավաճանել։ Ավելին, դուք գրավել եք Ադրբեջանի 7 շրջանները, որ երբ որ ՄԱԿ-ի բանաձևում գրավելու օկուպացնելու մասին որևէ խոսք չկա։ Այո, այո։ Այս համատեքստում իրենք սկսել են հակադրվել։ Այդ հակադրությունը բերել է նրան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենց լեզվով ասած դիվերսիֆիկացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը եւ այս պարագայում ես համարում եմ, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի իշխանության մի քիչ ավելի են դիվերսիֆիկացնում, քան Սերժ Սարգսյանն էր փորձում։ Եվ այդ փորձերի ժամանակ բազմաթիվ դեպքեր է եղել, որ Ռուսաստանի
դաշնությունը ստիպված է եղել համակերպվել այն առաջարկներին, ինչը Հայաստանը անում է։ Մասնավորապես Զվարթնոց օդանավակայանից եւ Մեղրի անցակետից ռուսական սահմանապահ ուժերին հանելը ստիպված է եղել համակերպվել։ Իսկ ինչի է ստիպված եղել, որտեղ աշխարհակարգը այլ ընթացք էր ստացել։ Եվ ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանը սկսել էր քվեարկել այնպես, ինչպես համարում էր ճիշտ։ Արցախը կորցնելուց հետո Հայաստանը հասկացավ, որ այն սկզբունքները, որի հիման վրա ինքը ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հենված պաշտպանում էր Արցախի հանրապետությունը, դրանով դեմ գնալով Ուկրաինայում Ղրիմը քննադատելուն կամ Աբխազիայում, Օսեթիայում նրանց անջատվելը քննադատելուն, դառնում էր Ռուսաստանի այն մասնիկը, որը օկուպացնում էր Աբխազիան, Օսեթիան, Ղրիմը, այս պարագայում արդեն ինքը հետ չունի ու չպետք է արդարացնի։ Հասկանալի է, հիմա Ռուսաստանը ըստ էության այս ամեն ինչ որ կատարվում է 2026 թվականի ընտրությունների նախաշեմին է տեղի ունենում։ Սա արձանագրենք, անցնենք առաջ 2026 թվականի ընտրություններին։ Հաջորդը Այնինչ կատարվեց ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ պաշտոնազրկումը, կապ ուներ այս լարվածության հետ ամեն ինչ։ Ես կարծում եմ, ես ոչ թե կարծում եմ, ես համոզված եմ, որ այս ամեն ինչը արվում է 2026 թվականի ընտրությունների նախաշեմին, կարճ մոդելը հետևյալն է, մաշեցնում են մինչև քոքը եւ ուզում են կոնսենսուս -1 անել։ Չի ստացվելու, ինչու՞։ Որովհետեւ նախ իրենք են մաշում մինչև քոքը, օրորի վարկաբեկվելով եւ չեն կարող կոնսենսուս -1 անել։ Չեն կարող։ Վստահ եմ, որովհետև մեկը մենք արևմտյան ուժերը գերադասելու ենք բալանսավորողներին, կառուսամետներին։ Իսկ առաջիկա օրեր, շաբաթներ, ամիսներ, ներքաղաքական ճգնաժամ, սրացումներ, բևեռացումներ, վերատասավորումներ ինչ սպասել։ Գիտեք, այդ ամեն ինչը զարգացնելու համար որոշակի քաղաքական հենք է ունենալ պետք։ Հենքը որն է, որ Սամվել Կարապետյանին են գալանավորել։ 54 ստորագրություն միևնույն է։ Ես կարծում եմ, որ այս Սամվել Կարապետյանից եկեղեցու պատմությունները այդ impeachment ծրագրի համատեքստում կիրոյական սեղանին դրված ինչ-որ խնդիր էր, որը փորձում էր լուծվել, որը երևույթային էր, որը իրականություն չդարձավ, որը նաև ռուսները հասկանում էին, որ կարող է իրականություն չդառնալ, բայց իրենք Ռուբեն Վարդանյանին էլ որ ուղարկում էին, հասկանում էին, որ իրականություն չի դառնա։ Այսինքն ռուսների հույսով որևէ քայլեր մի արեք, հայ գործարարներ։ Ափսոս են ձեր աշխատանքը, ձեր փողերը։ Հուշագրավ է, որ այս ամեն ինչը, այս զարգացումները տեղի ունենում ավելի մեծ, ավելի գլոբալ հակադրության, հակամարտության ֆոնին, խոսքը Իսրայել-Իրան հակամարտության մասին է։ Մեր զրույցի հաջորդ հատվածում արդեն կանդրադառնանք եւ սկսենք այն հարցից, թե ինչ է ենթադրում, ինչ կարելի է սպասել այս հակամարտության խորացումից, ինչ սպառնալիքներ կարող է բերել։ Վերադառնանք փոքր դադարից հետո։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, պարոն Սարգսյան, մեր զրույցի առաջին մասում, որ մի քիչ երկարեց, մենք խոսեցինք եկեղեցի իշխանություն եւ այս համատեքստում Սամվել Կարապետյանի հայտարարության հետագա հնարավոր զարգացումների մասին։ Հիմա անդրադառնանք մեր տարածաշրջանին եւ ավելի մեծ տարածաշրջան Իսրայել-Իրան հակամարտությանը եւ հարցային էր, թե ինչ սպասել այս հակամարտության հնարավոր խորացումից, ինչ սպառնալիքներ կարող են բերել։ Առաջիկա ժամերին Միացյալ Նահանգների գլխավոր բանակցողը եւ Իրանի արտգործնախարարը կարող են հանդիպել։ Համենայն դեպս աշխարհը սպասում է դրան, հուսանք, որ այդպես էլ կլինի։ Ես կարծում եմ, որ պատերազմի միջոցով խնդիրները լուծելու գործընթացը այսօր արդեն ավարտվել է։ Խնդիրը նրանում է, որ այսօրվա պատերազմները 6-րդ սերնդի ռազմական սպառազինության պատերազմներ են եւ պետության փոքր լինելը կամ փոքր չափեր ունենալը բացարձակ նշանակություն չունի այդ պատերազմում հաղթելու համար։ Ամբողջ խնդիրը նրանում էր, որ Իրանյան հեղափոխությունից հետո Իրանում ձևավորվեց կառավարման մի համակարգ, որտեղ կար վարչապետ եւ կար առաջնորդ, որը որոշում էր այդ ամեն ինչը։ Այաթոլլա Ալի Խոմեյնին առաջին
առաջին առաջնորդը լուրջ հեղինակություն էր շատ մեծ խարիզմայով, որ կարողացավ այդ ամեն ինչը կանգնեցնել։ Եվ դրա համար այդ ինստիտուտը որոշակի ընթացքում Իրանը բերեց որոշակի կանոնների, որին աշխարհը դեմ էր, բայց աշխարհը համարում էր, որ հեղափոխությունից հետո նույնիսկ նավթի գների համար կարգավորված Իրանն ավելի լավ է, քան նա այդ հեղափոխական ցնցումների մեջ։ Նրա մահվանից հետո այս նորին, որ նշանակեցին, ինքը չուներ այդ խարիզման։ Ու այդ ժամանակ անգամ քննարկվում էր Իրանի կառավարման համակարգը փոխել, վերադառնալ իրական մոդելի, որտեղ հոգևոր դասը առանձին է զբաղվում է հոգևորով, իսկ իշխանությունը աշխարհիկ նախագահով երկիրը կառավարվի։ Ցավոք սրտի պահպանողականները թույլ չտվեցին, ասենց երկակի կառավարման մեխանիզմ մնաց, այդ երկակի կառավարման համակարգը համարեց, որ Իսրայելը դրանք սիոնիստներ են, թշնամիներ են, իրենց ռումբերի վրա գրում էին մահ Իսրայելին, Երուսալեմը Ալլահի երկինք բարձրանալու հավերժության հենակետն է եւ այլն, ու այս սկզբունքով դաստիարակվեցին մարդիկ։ Ու խնդիրը լարվեց այդ միջուկային ծրագրով, հասավ նրան, որ տարածաշրջանի ամենահարուստ բնական ռեսուրսներ ունեցող երկիրը, ամենալավ լոգիստիկ պայմաններով Հորմոսի դեղուց ունի, այսօր տարածաշրջանում ամենաաղքատ։ Հիմա սպառնում են փակել։ Այո, ու հիմա էլ սպառնում է միջուկային զենքով։ Բնականաբար այս ամեն ինչը ինչ որ պահի հանգուցալուծում էր ստանալու, լիներ Իսրայելը արևմուտքը թե ոչ, սա հանգուցալուծում էր ստանալու։ Եվ այդ հանգուցալուծումն է, տեսեք, Իրանի գլխավոր շտաբի պետի նոր նշանակած ընդամենը 56 ժամ պաշտոնավարեց, նորից սպանել են։ Այսինքն Իրանի տարածքը, օդային տարածքը այսօր բաց է Իսրայելի հարվածների համար, իսկ Իսրայելի հարվածները միջուկային կենտրոններին առնվազն 10-15 տարի, մասնագետների տեսակետների եմ ասում, հետ են գցել Իրանի այդ ծրագրից։ Այստեղ ամբողջ խնդիրը իմ կարծիքով հետևյալումն է, որ եթե բանակցային սեղանի շուրջ գալիս են միջուկային համաձայնության, դրանից հետո է, որ Իրանում սկսելու է Իրանի իշխանը օպերացիան, իսկ Իրանի իշխանը օպերացիան, այդ վերնագիրը նշանակում է, որ Իրանը հետ պիտի վերադառնա իր նախկին ակունքներին, այսինքն թագաժառանգին եւ այլ, այսինքն պիտի հրաժարվի ավելի շուտ Իրանի իշխան օպերացիան, նշանակում է, որ Իրանը պիտի հրաժարվի կրոնապետություն լինելուց մոտարապես էս, որովհետեւ եթե հիմա կնքվում է այդ, Իրանի ժողովուրդը նայելու է, որ իրենց բյուջեի 60%-ը Իրանի բյուջեի 60%-ը տրամադրվել է միջուկային ծրագրերին եւ տրամադրվել է իսլամի պահապաններին եւ այլն, չգիտեմ, հութիների տարբեր տեղերի ֆինանսավորման համար։ Արդյունքում 10 օրվա պատերազմի ընթացքում այդ ամեն ինչը զրոյացել է։ Ոչինչ չի տվել։ Ինչ է տվել այդ Իրանի ժողովրդին։ Եվ ես բերելու եմ նրան, որ Իրանի ժողովուրդը ոտքի է կանգնելու ու Իրանում իշխանության փոփոխություն։ Այո, հա, մինիմում ծրագիր որպես մինիմում, մաքսիմում, չգիտեմ, իշխանապողություն։ Իսկ Միացյալ Նահանգների դերակատարության մասնակցության մասին նախորդին տեղի ունեցավ Միացյալ Նահանգների անվտանգության խորհրդի նիստ եւ շատ վերլուծաբաններ կարծում են, որ շատ հավանական է Միացյալ Նահանգների ռազմական մասնակցությունը։ Հավանական համարում եք դա։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգների նախագահը, այսպես ասեմ, խաղերի կամ խաղային բնավորություն ունենալու մոլուցքով բլեֆ է անում, մեծ բլեֆ։ Այդ բլեֆը հետևյալն է, որ ինքը նախ հայտարարում է Թեհրանից դուրս եկեք, հետո իր նավերը տեղաշարժում է դեպի Պարսից ծոցի շրջանը, հետո ասում է, որ այ հիմա պիտի կապիտուլացվեք մինչև վերջ, որովհետև չհամաձայնեցիք, այսինքն անում է քայլեր, որով պիտի վախեցնի իրանյան իշխանություններին նստել բանակցային սեղանի շուրջ եւ իր լեզվով ասած գալ գործարքի։ Իր ուզածը գործարքի գալն է։ Ռազմական միջամտության կարիք Իսրայելը այսօր չունի, որովհետեւ նորից եմ կրկնում, Իսրայելի համար Իրանի օդային տարածքը ամբողջությամբ բաց է։ Ռուսական հոպն է, չէ՞ այնտեղ։ Ռուսական այս 300-ներն էին, որոնք հենց առաջի օրը ոչնչացվեցին ու չարթարացվեց իրեն, եւ այնտեղ գիտեք ոնց այս տարիների ընթացքում այդ իսլամի պահապաններով, բանակով եւ այլնով, այն որ ասում է շահի որդին կոռուպացվածության եւ այլը, այդ ելույթներում իր ասացի մեջ 90% իսկապես ճիշտ է։
Այսինքն այդ բանակը հեղբացել էր, այդ զինվորական գեներալիտետը թելադրում էին ուղակի կառավարությանը, իշխանությանը, նախագահին, իրենք էին հիմնական դեմ խոսողները Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնության գնալու։ Տեսեք, այս ամբողջ պատերազմի ընթացքում սպառնալիքներ հնչել են Իրանի, ասենք, Հեղափոխության պահապանների ղեկավարին սպանեցին, շտաբի պետին սպանեցին, տիեզերական ուժերի հրամանատարին հենց իր ննջարանում սպասեցին։ Որ առաջնորդն է Թրամփն ասում է դեռ չենք սպանում, բայց այո, դե էլ է ասում, որ նա գերադասի գալ, որովհետև պայմանագրաունակ է։ Որովհետև միևնույն է, այսօր այդ առաջնորդն է, որ պայմանագրաունակ է։ Եվ այն մարդիկ, ովքեր որ խանգարում էին այդ ստորագրությունն ունենալու, այդ մարդկանց սպառնում են, ներառյալ այաթոլային են ասում, որ ոչ մեկը նախագահի անունը չի տալիս։ Ինչու՞։ Որտեվ չեն ուզում, որ 70-ական թվականների, 74 թվականների այդ խժդժությունը Իրանում նորից լինի։ Այսինքն այս իշխանությունը փոխվելուց հետո Իրանը մտնի турբուլենտության փուլ։ Դա որևէ մեկը չի ուզում։ Սկսած Թուրքիայից, որը կատեգորիկ դեմ է, որտեվ Քրդստան է ձևավորվելու, հենց այս ներքևի մասում, որ մեծ սահմանային է գնալու է նաև Արաքսի հեսափով, Արադ Լերանեստորոտը, որ էլի հիմնականում քրդական է, մինչև Ղարս։ Այսինքն այս խնդիրը առաջացնելու դրա համար Թուրքիան ագրեսիվ Իրանի տարածքային ամբողջականության կողմնակից է։ Թուրքիան առաջինը դատապարտեց Իսրայելի մուտքը Իրան, այն դեպքում, որ իրանք մրցակցային նույն բանն արեց նաև Պակիստանը, մի ամիս առաջ իրար էին կրակում, չէ, Իրանի սահմաններին։ Այս համատեքստում ամենաշատ տարածված կարծում եմ հարցը, որ վերաբերում է մեզ սպառնացող վտանգներին, ինչքանով է հավանական, որ ինչ որ իրավիճակ ստեղծվի, չգիտեմ, այս հակամարտությունը ռազմական գործողությունները երկար շարունակվեն կամ ինչ որ մի իրավիճակ ստեղծվի, որ Ադրբեջանը փորձի օգտվել ստեղծված այդ իրավիճակից եւ ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ։ Ես նախամարում եմ, որ այս գործընթացները երկար չեն տևի, որովհետեւ երկարի ռեսուրսներ ուղղակի Իրանը չունի։ Իրանի հզորությունները իր բալեստիկ հրթիռներն են, որոնց քանակությունը ըստ մասնագետների 1000-ն է, եւ այն որ Իսրայելն ասել էր 2 շաբաթ է տևելու, իրենք հաշվել էին, որ 2 շաբաթվա մեջ այդ 1000-ը կսպառի ու վերջ։ Հո տանկերով չի մտնելու, գա հարձակվելու, այսինքն երկար տևելու տարբերակ չկա։ Երկրորդ, մշտապես անցած տարվանից այն բոլոր քաղաքական գործիչները, ովքեր ասում էին, որ երբ որ Իսրայելը հարվածի Իրանին այդ ժամանակ Ադրբեջանը միջանցք է կտրելու, այդպիսի քաղաքական գործիչներ լիքտ են հայկական դաշտում ու մշտապես ասել։ Ես էլ մշտապես ասել եմ, որ դա ամենաանհարմար իրավիճակն է լինելու Ադրբեջանի համար Հայաստան մեղրիով միջանցք կտրելու։ Ու բացատրել եմ, թե ինչու։ Որովհետև Իրանի առավելությունները հետևակ ունենալն է։ Ինքը զորքեր ունի, որոնց վարժեցնում է շարային քայլերով, տապաստանային կռվում, լեռնային կռվում։ Ինքը այդ զորքերը, տանկերը, հրետանին չի կարողանում օգտագործել Իսրայելի դեմ, որտեղ ընդհանուր սահման չունի։ Իսկ Հայաստանի պարագայում, եթե Ադրբեջանը փորձի իրեն այդ պատրվակը չափից ավել պետք է, որ ինքը թեկուզ ներքին լսարանի համար ցույց տա, որ ինքը ուժեղ է ու կարողանում է։ Այսինքն այս պարագան միանշանակ աշխատելու է եւ Իրանը այդ պարագայում օգտագործելու է իր հետևակը, իր զինուժը, իր ունեցած հնարավորությունները։ Դրան միանալու է նաեւ Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները 2020 թվականի պատերազմից հետո ես գրառում էի դրել ու մարդիկ գրում էին կարող եք նշել մի կետ, որտեղ Միացյալ Նահանգներն ասել է, որ դա կարմիր գիծ է։ Այն ինչ որ Միացյալ Նահանգները արել է այդ ամբողջ ընթացքում, հենց դա էլ նշանակում է, որ Միացյալ Նահանգների համար դա կարմիր գիծ է։ Միացյալ Նահանգների փոխարտգործնախարարը հայտարարեց պետքարտուղարի տեղակալով, հայտարարեց, որ եթե դուք փորձեք ի նկատի ունենալով Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին, որ եթե դուք փորձեք միջանցքը բացել ուժով, մենք կօգտագործենք մեր ողջ գործիքակազմը։
Ու իմիջիայլոց այդ ժամանակ էլ Միացյալ Նահանգների ռազմական նավերից մեկը հասել էր Պարսից ծոցի սահմաններին ու միանշանակ երեքն էլ հրաժարվեցին, որ 2020 թվականից մինչև 2025 թվականը Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց բաղձալի միջանցքը մեղրիով չեն ստացել, դրա զսպողը Իրանը չի եղել։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ։ Դրա զսպողն եղել է Միացյալ Նահանգները եւ Միացյալ Եվրոպան, որոնք ունեն ոչ միայն ռազմական լծակներ, ունեն տնտեսական լուրջ լծակներ, որով կարող են ազդել։ Իսկ այս պարագայում Թրամփն աշխատում է պատերազմը ստեղ վերացնել, պատերազմի նոր օջախը բացարձակապես ամերիկյան իշխանությունների վարվող քաղաքականությանը կատեգորիկ դեմ կդիտարկվի։ Երկրորդ այդ կդիտարկվի աջակցություն Իսրայելին իսլամական ողջ աշխարհի կողմից, իսկ Ադրբեջանը, Թուրքիա չի կարող այդ մարսել։ Երրորդ Թուրքիայի հայտարարությունները այս առումով որ դատապարտել է, Թուրքիան դատապարտում է Իրանի տարածքային ամբողջականությունը խախտելու համար, Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը խախտել։ Էլի փաստարկներ կան, մասնավորապես որ Արևմուտք արևելք երթևեկությունը օդային հիմա օգտագործում է Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան օդային տարածքը եւ այս պայմաններում ստեղ լարվածություն ստեղծել այդ բան չէ, բայց նաեւ այն ինչ որ ասում էիք դուք, թե այդպիսի վերլուծաբաններ, փորձագետներ կան, որ ասում էին իրավիճակից Ադրբեջանը կօգտվի, դա ոչ միայն Հայաստանում, նաեւ Իրանում կան։ Ընդ որում նկարագրվում է փորձագիտական շրջանակներում մի իրավիճակ, որ այսպես են ասում, երբ որ Իսրայելը զգա մեծ վտանգը իր գոյության համար իրանական հուժկու հարվածներից հետո կարող է խրախուսել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը վերցնի Սյունիքը եւ ըստ այդմ աշխարհաքաղաքական շրջափակման մեջ հայտնվի Իրանը, որպեսզի կարողանան նաեւ ցամաքային զորքերով կռվել եւ այլն, այսպիսի սցենարներ են։ Իրանը եւ ընդհանրապես դիկտատուրա ունեցող երկրները պրոպագանդիստական նույն մեթոդն են կիրառում բոլոր առումներով, այսինքն իրենք այսօր իրեն ժողովրդին բացատրում են, որ իրենք պատերազմում հաղթում են։ Իրենք ցույց էին տալիս, որ միջուկային զենք ունեն, շոյում են, անհեթեթություն էլի աշխարհը իրենց մեղադրում է, իրենք ասում են, չէ, չենք ունեցել, չենք պատրաստվում, չէինք էլ պատրաստվելու, մեր դեմ իզուր եք հարձակվել։ Հիմա իրենք ցույց են տալի, որ ունեն, շոյում են, այ տեսեք, եթե Միացյալ Նահանգներ խառնվեք, ես կօգտագործենք։ Այս հակասական այս կարգի այդ երկար տարի լճացած իշխանությունները սեփական իշխանությունը պահելու, սեփական ժողովրդին ոգևորված պահելու համատեքստում օգտագործում են այս։ Ես երեք դեպքերի բերումով Երևանի օդանավակայանում էի ու տեսա թե ինչքան Դուբայի եւ այլ չվերթներով իրանցիներ են գալիս Հայաստան։ Հիմնականում բարեկեցիկ ընտանիքները հակուկապից եւ այլնից երևում է։ Ընտանիքներին դուրս են անում։ Առաջիկայում հնարավոր է որ շատ մեծ հոսք լինի նաեւ կախված Իրանին Հայաստան։ Մենք պիտի պատրաստ լինենք 100,000-անոց ճամբարներ ունենալու, այդ ճամբարներում ֆիլտրացիա անելու, որպեսզի չգիտեմ, իսլամիստահաբեկիչներ, նարկոտրաֆիկով զբաղվողներ եւ այլ այս մարդիկ չթափանցեն, ներթափանցեն Հայաստան։ Մեր առումով առաջիկա սպառնալիքները կարող են լինել այ Իրանից մեծ թվով արտահոսք դեպի Հայաստան ու դա կարգավորված իրավիճակում պահելը։ Ուրիշ սպառնալիքներ դժվարանում եմ ասել, բայց քիչ հավանական եմ համարում, որ այս տարածաշրջանում պատերազմական բովանդակությամբ տեղի ունենան կամ նման հնարավորություն լինի, որ տեղի ունենա։ Իհարկե մենք միշտ պիտի պատրաստ լինենք։ Իհարկե Ադրբեջանն ու Թուրքիան մեծ թշնամի են նայում, իսկ ինչի են մեծ թշնամի նայում, որտեղ մեր ներկայությունը իրենց անդադ հուշում է, որ իրենք եկվոր են։ Մեծ թշնամի են նայում այդ համատեքստում։ Այս համատեքստում է, որ իշխանությունը փորձում է ժամանակ ձգել, ասում է պատմական հայրենիք, իրական հայրենիք։ Իբր մենք ձեզ այդպես չենք նայում, էլի հանգիստ մնացեք։ Այս ժամանակ ձգելու այս համատեքստում է, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում։ Բայց օգտագործի, չօգտագործի, միևնույն է, մեր ներկայությունը հուշում է, որ իրենք երկվոր են, ու իրենք մեծ թշնամաբար են տրամադրված, ու իրենք որևէ առիթ օգտագործելու են մեր դեմ ինչ-որ վատ բան անելու համար։ Դրա համար մենք պիտի ոտքի կանգնենք, մենք պիտի ուժեղանանք, մենք պիտի ներքին հակադրությունները գաղափարական դաշտ տեղափոխենք, ոչ թե այս կարգի մարդկային դաշտում վիճենք Սամվել Կարապետյան կաթողիկոս եւ այլը։ Գաղափարական դաշտում վիճենք։ Ասեք, ինչն է, որ չի բավարարում։ Ռուսաստանով ինչպես եք այդ խնդիրները լուծելու, որն ավելի լավ է լինելու։ Այս թեմայով բանավիճեմ յուրաքանչյուրիդ հետ։ Ես չեմ ասում, որ կհաղթեմ։ Ես ասում եմ, որ պատրաստ եմ բանավիճել, միգուցե դուք հաղթեք։ Բայց դնել, որ գիտեք ինչ, այ եթե դուք չկարողանաք, մենք մեր ձևով կլուծենք։
Այդպես չի կարող լինել։ Այս պետությունը, պետության մեջ խնդիրները լուծում է պետությունը։ Եվ այդ պետության մեջ 10 միլիարդ ունես, թե մի միլիարդ կապ չունի։ Ռուսաստանում տեսեք Խադարկովսկու հետ ինչ եղավ։ Նույն Միացյալ Նահանգներում Իլոն Մասկը 2 օր հակադրվեց Թրամփին, հաջորդ օրը ներողություն խնդրեց։ Բիզնեսը այսպիսի հետևություններ անելու ունակություն պիտի ունենա, անկախ ունեցած հնարավորությունից, ու քաղաքական դաշտում պիտի լինի շատ զգուշ, առավել եւս հայկական բիզնեսի օլիգարխիկ շրջանակի բիզնեսմեններ, պիտի լինեն շատ զգուշ, քաղաքականությունից հեռու մնան, այդ դեպքում մեր հանրության հարգանքն էլ կվայելեն, այդ դեպքում բարեգործել կհամարվեն, այդ դեպքում իրենց սիրով էլ կընդունեն։ Հենց իրենք այս կամ այն կողմին կողմը կանգնեցին կամ մեկ ուրիշի կողմը ոչ մի տարբերություն խնդիրներ են ունենալու եւ շատ լուրջ խնդիրներ ու պետությունը ճիշտ է անելու որ խնդիրները առաջացնելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, կհանդիպենք։